Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Փորձում ենք ամփոփել շաբաթը, սկսենք ընտրությունների հարցից։ Այո, 3 գրանցման հետ կապված երևի նախնական, այսպես հանդիպումներ, նիստներ եւ 8 քաղաքական ուժերի 48 ժամ տրվեց, որպեսզի նրանք կարգի բերեն իրենց փաստաթղթերը ազգային ժողովրդական բևեռը փաստորեն հետ ուղարկվեցին փաստաթղթերը կարգավորելու Հայ ազգային կոնգրեսը, Հանրապետությունը, կուսակցությունը, Արամ Զավենի Սարգսյանի Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցություն բոլոր ամբողջական անվանումները այժմ կընթերցեմ Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության ԴՕԿ կուսակցությունը Քոչարի ազգային վերածնունդ ազգի զարթոնք կուսակցություն Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցություն եւ Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցություն Նոր ուժն էլ Մարությանինն է եւ այսպես հայտարարվեց որ առաջադրված կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը իրականացվելու է մայիսի 3-ին արտահեստ նիստում, այսինքն այսօր ամսի 1-ն է, ոչ աշխատանքային օր, վաղ ամսի 2-ն է շաբաթ օր եւ այս 2 օրն է տված։ Ելը ոչ աշխատանքային։ Այո, եւ ամսի 3-ին նոր արտահերտ նիստ է լինել գումարվելու, այս 8-ի ճակատագիրը պարզ չի, ովքեր են գրանցվելու պարզ չէ, ձեր ընդհանուր տպավորությունները ինչպես է գնահատում նախընտրական շրջանը Հայաստանում։ Դե ես չգիտեմ ճիշտ ասած ընթերցված կուսակցությունները հիմնականում այնտեղ 1-2-ը կա որոնց քիչ թե շատ ծրագրերին ծանոթ են։ Ну, ծրագրերին չեն գաղափարապես հասկանում եմ ինչի մասն է խոսքը, զարմացնում է իհարկե այնտեղ Հանրապետություն կուսակցության ներկայությունը այդ ցուցակում, պետք է որ փորձառու կուսակցությունը կախված նրանից թե ինչպիսի բաց թողումներ են տրված փաստաթղթերում, շատ մեծ է հավանականությունը, որ եթե բաները փոքր են, այսինքն եթե օրինակ, չգիտեմ, ցուցակում կան մարդիկ ում ներկայացված փաստաթղթերը չեն բավարարում պահանջներին, կուսակցությունները երևի թե կարող են այդ մարդկանց ցուցակից անել եւ ասել որ դրանով իսկ կարողացել են հարցերը լուծել եւ եթե դրա մասն է խոսքը բոլորը կմասնակցեն, նո, ասենք այն կուսակցությունները որտեղ տենց կամ կարող է փաստաթղթերի հետ կապված կուսակցության հետ, այսինքն եթե այնտեղ ինչ որ գործառույթներ կան կապված պետական մարմինների կամ աշխատանքի հետ, ապա մեծ հավանականություն կա, որ այդ կուսակցությունները դուրս կմնան ցուցակից։ Սա մյուս կողմից եւս մեկ անգամ ապացուցում է, որ ընտրությունների հանդեպ վերաբերմունքը այդքան լուրջ չի եւ ընտրությունների մասնակցությունը շատերի տեղի ունեցել կամ տաբուրետ կտվեք ոտանավոր ասեմ, կամ ասենք, չգիտեմ, քիչ մասնակցեմ, որ տունաթող լինի, այսինքն լուրջ մոտեցող կուսակցությունը չի կարող նման սխալներ թույլ տալ։ Օրինակ դուք կուսակցության հետ կապված ասում են նա չուներ ընտրություններին մասնակցելու համար կարևորագույն փաստաթղթերը բացակայում։ Դե հնարավոր է, էլի եմ ասում, այնտեղ հաշվարկային, հա, բախտի գցենք, կստացվի, էլի տունաթող լինի։ Ընտրությունները մասնակցենք, բայց էլ եմ ասում, այնտեղ բազմաթիվ տեղեր կան, որտեղ կարող է չհամապատասխանի։ Օրինակ, եթե իրավաբանական ուղեկցում չկա կուսակցության, ինքը մեծ հավանականություն տենց խնդիրներ կառաջանա այ մոտ։ Բացի դրանից պետք է ֆինանսական, պետք է հասկանան, որ այս գործընթացը իրականում ինքը բավականին բարդ է։ Երբ որ այս նոր փոփոխություններ եղան, ասենք բազմիցս ասել էի, չէ՞, որ պատրաստում ենք մասնակցել մենք ընտրությունների, բայց նոր փոփոխությունների հետ օրենքի հետ կապված ինքը դարձրեց մոտավորապես սենց վիրավիճակ, որ կարող է ինչ որ էլի սենց մի կերպ այս փաստաթղթերը տանք, բայց մի բան կգտնեն, դու պետք է պատրաստվես, նոր օրենքի հետ կապված պետք է պատրաստվես։ Ընտրությունները, ասենք, բան չի, էլի մի քիչ ավելի ինստիտուցիոնալ է, քան մարդիկ պատկերացնում են, մի քիչ ավելի ծանր է։
կարևոր թիմ, կարևորը երևի թիմն է, որտեղ թիմ չկա, շատերի մոտ այդտեղ թիմ չկա։ Չէ, բայց օրինակ ԱԺԲ-ն ազգային ժողովրդական բևեռը եւ բայց քաղաքական թիմ կուսակցությունը ինձ համար զարմանալի է։ Ինչ որ բաց թողում կարող էին ունենալ։ Այո, որովհետեւ մյուս կողմից հանրապետությունն էս վերջերս համասնակցել է տարբեր ընտրությունների, նենց չի որ նոր է, բևեռներ իրականում, բայց երևի նոր օրենքի հետ կապված կամ ինչ որ մի բաց թողումներ կան, որոնք որ մենք չգիտենք, կամ մի փոքր ավելի լուրջ ընդունում կան։ Մյուս կողմից պետք է հասկանալ, որ իրական պայքարը այս կուսակցությունների մեջ չէր եւ այս կուսակցությունները որևէ կերպ որևէ արդյունքների վրա չէին կարող ազդել։ Իրանց մասնակցությունը կամ չմասնակցելը նույն երևի բացառությամբ 1-2-ի դա նո ասենք կարող է նախորդ ընտրություններին որ նայենք տոկոսներով կարող է հանրապետություն կուսակցությունը հավակնի ասենք ընդհանուր ոնց ասեմ դաշտի փոփոխության վրա այնել ոչ շատ մեծ թվերով բայց բոլոր մնացածը միասին դժվար թե 3% 4% հավաքեին էլի Այնտեղ մենք 21 թվականին ունեինք այդ 20 քանի կուսակցությունների ցուցակը, որը 0.1-0.2%-ով 2000, 1500, 2800 ձայներով մի հատ sense երկար պոչ էր, որ ուղղակի ձայների վատնում էր։ Դա բերել էր նրան, որ մասնակցությունը բարձր էր, ինչը լավ է մի կողմից, որ մասնակցությունը բարձր է, լավ է։ Լավ է նրա համար, որ դա նորմալ ժողովրդավարական մեխանիզմ է, բայց երբ որ բարձր մասնակցություն է, բայց այդ բարձր մասնակցությունը միևնույն է, չի վերածվում քաղաքական դաշտի փոփոխությանը, իսկ հիմա մենք նորից ունենք այնպիսի իրավիճակ, որ քաղաքական դաշտը չի փոխվում։ Կոպիտ ասած կա իշխանություն, որը իմ սեփական գնահատականով ու ասենք նենց չի որ պետք է լինի ազգի երազած իշխանություն։ Եվ կա այդ բանը, չես ջոգում են, կարի ատել է, ցիրկա ինչա, մեկը կարում է, մեկը ձևում է, մեկը մանա։ Վստահություն ունեք ԿՀ-ի լուծումների։ Գիտեք ինչ, այստեղ հարցը հետաքրքիր է, եւ վստահությունը ինչ իմաստով։ Օրենք է։ Օրենքա մեռնեմ օրենքին հիմա այստեղ խնդիրը այսինքն օրենքն է կներեք իհարկե ժողովրդավարական բան է որ մեռնեմ օրենքինն է եթե օրենքը սա է եթե ոչ մեկ այդ կուսակցություններից չի դուրս եկել հայտարարությամբ որ ինձ ճնշում են ուրեմն իրանք համաձայն են եւ իմ համաձայն կամ չհամաձայն լինելը սա բացառապես ասենք հանրային ինչ որ մի բան է Ես, okay, կնախընտրեի, որ իրանք ավելի լավ պատրաստվեին, որ նման բան չլիներ։ Բայց եթե իրանք ասել են, այս փաստաթղթերը վերցրեք, ես պակաս այս ավելա, իրանք բան չեն ասում, հիմա համաձայն եմ, թե համաձայն չեմ։ Հիմա պարզ է, որ ես կնախընտրեի, որ նախկինում ԿՊ-ի ֆունկցիոներ չլինի ԿՀ-ի նախագահ, բայց դա ցանկություն է։ Հիմա լավ, դա կարևոր հանգամանք է, ճիշտ եք ասում, հայտարարություն դեռևս այս պահի դրությամբ չի եղել, ուշ երեկոյան ենք իմացել այդ մասին, իրենք էլ իրեն ժամանակ։ Չէ, արդեն օրա իսվելա կարող էին եւս։ Կարող են ասել, հաջորդը խոսվում է ընտրակաշառքների մասին, ընդ որում ընդդիմությունն էլ մեղադրում է իշխանություններին, ասում է այդ թոշակների թեման մենք գիտենք, հիմա էլ նոր թեմա է մայիսի 1-ից պետական մանկապարտեզների աշխատողների աշխատավարձն է բարձրանում 20%-ով էլի, ասում են դա ընտրակաշառք է, դե մյուս կողմից էլ այդ գաղտնալսումները, չգիտեմ, հաստատված են, չեն հաստատված, ինչ-որ գումարներ են ճանապարհին բռնում եւ հայտնաբերում 70 քանի միլիոն ռուբլի բանով, բաուլներով Հա, ուզում եմ ասեմ, դա ինչ-որ այն ժամանակին ես մի անգամ այդ օրինակը բերել էի, ասում էին կարուսել, հա, ընտրական, հիմա էլ ընտրակաշառք Սալեմե Զուրաբիշվիլին դրան ասում էր արմենսկի կարուսել Արմենսկի կարուսելից մի կերպ որ չգիտենք դա ընտրությունների օրն է արվում, նախընտրական շրջանի կարուսելը որն է Նախընտրական շրջանի կարուսել, հա, այսինքն տեսեք մանկապարտեզների աշխատավարձի բարձրացումը, թոշակների բարձրացումը, մինչև այդ էլի գործողություններ, որոնք ակնհայտորեն քաղաքական գործիքներ են, որոնք ստվերային են մեծ հաշվով, իրանք գործում են, իրանք ոնց որ մաքսային բանի մեջ կա, չէ, երկակի նշանակության են։
որ ասես ինչի ես անում, կասի դե աշխատավարձը բարձր փոքր է Դա բարձրացնում աշխատանքն է եմ։ անում։ Հա, պարտավորություններ ունեմ ու նա անում եմ։ Ու հայավ համապատասխանաբար կարող ես ասես, բա ինչի մի կարա 1 տարի առաջ չես արել, ինքը էլ ինչ որ բացատրություն տա։ Դա բոլորը ազդում է անձի որոշման վրա, ակնհայտորեն։ Ես օրինակ 3 չառաջ օրը բանով Գալեգին Նժդեով բարձրանում եմ, հրապարակից գնում եմ դեպի հայրենի կինոթատրոն։ Նախորդ տարի 25 թվականին այդտեղ բերել բան էին արել։ Այդ մայթը փոխել էին, ասենք շուտ քարպինջիկներ էին դրել։ Նախորդ տարի, անցած տարի։ Լավ հիշում եմ, որտեղ դժվար էր քայլել։ Հիմա այնպեսի տեսք ունի, ոնց որ հին հռոմեացիները շարել էին, դրանից հետո գերմանական տանկերը ընդեղով մի 4 անգամ գնացել եկել են։ Սաղ տաշած, մարդիկ են կանգնած, այդտեղ ապրում ես ինչ։ Ասում եմ սենց է Սարգսյան ջան։ Ասում եմ, բա ինչ, ասում եմ, բացի դրանից էլ թաղապետարանն է գալիս, ասում ամեն օր չավլես 20,000 տուգանք։ Այսինքն, երբ որ մենք գալիս ենք փոքր այդ մակարդակին, հա, մանկապարտեզների աշխատավարձ, որակը ճանապարհների որակը նայեք, բանը, այդ բոլորը խնդիր է, որը իրականում դե մենք Երևանում ենք, Երևանի խնդիրն է, Երևանի խնդիրները իհարկե արտացոլվում են ԿՊ-ի վարկանիշի վրա, դրա համար երբ ինչ որ մակարդակով նայում ես, դու հասկանում ես, որ այո, երևի թե եթե դա հաշվի են առնում, ապա ցանկացած գործողություն, որը ուղղված է ձայների ավելացմանը, արհեստական։ Դա պետքա դիտարկվի որպես ընտրակաշարք, որովհետև առանց մանկապարտեզների աշխատավարձի բարձրացում իրական պետք է հասկանալ, որ մանկապարտեզների դաստիարակների եւ դայակների թվականակը մեծ չի եւ իրանց կողմից տրված ձայների թիվը չի կարող փոխվել։ Կարևոր ձայներ են, բայց Երևանի մակարդակով համընդհանուր համապետական մակարդակով այդ այն ստրատան չի, այն շերտը չի, որ կարող է ազդել ընտրությունների բանի վրա։ Դա ավելի շուտ խոսակցության առիթ է։ Դա փոքր գործ է, որի մասին շատ խոսելու են կարկանդակի պես։ Հասկանում եք, կարկանդակը մի հատ կարկանդակ էր, հա, հետո ձեռները քսել է Սիմոնյանի բաճկոնին, թե չի քսել, չգիտեմ, բայց այդ կարկանդակը խոսալու թեմա է եղել։ Հիմա այդ մի հատ կարկանդակը մինչև հիմա խոսում են, այդ թվում ռուսները, չես հասկանում, խի, այդ ռուսական տելեգրամներում։ Էս էլ սենց է, հա, դայակների աշխատավարձը բարձրացրել, թոշակների աշխատավարձը բարձրացրել, էս արել, իսկ որ հիմա կրիտիկական ժամանակ, ասենք, արտասահմանից մարդիկ են գալի Երևանի բնակչության 1/3-ը, եթե ոչ, հա, մոտավորապես 1/3-ը, մի փոքր ավելին, 24 ժամով ջրից զրկված է, ջրազրկված է։ Ասենք դրա հետ կապված ինչ պետք է անես, որ ասես կասի ես չեմ, չէ, այդ են կորպորացիան է։ Բայց դա էլ ես դու մեղավոր, որ այդ կորպորացիան չես ապահովել։ Ժողովուրդ մարդիկ են գալի, արտասահմանից մարդիկ են գալի, 24 ժամով եկաշրջան ես բան ես ջրազրկում, որովհետև ինչ որ այդ վթարային աշխատանքներ են կատարում, միգուցե նենց անեք, որ այդ վթարային աշխատանքները ինչ որ մի կերպ ավելի շուտ լինեն։ Եվ այո, ամեն անգամ, երբ նման բանի հանդիպում ես, էմոցիան բարձրանում է ու դու ասում ես, եղբայր սրանից ինչ լավ բան անում են, դա ընտրակաշարք է։ Որովհետև այլ հավասար պայմաններում այդ ամբողջը արտացոլվելու է իրանց վարկանիշի վրա բացասական։ Իրանք փորձում են վարկանիշ փրկել։ Ինչու դա կարևոր է, որովհետև եթե դու ամեն ինչ նորմալ ես պահում պետությանդ մեջ, կառավարման ապարատը, չգիտեմ, նախարարությունները նորմալ են աշխատում, ոչ թե վախենում են որոշումներ կայացնել, բան։ Դու ցանկացած բանը, որ ավասուն թոշակ ես այդ պարագայում ավելացնում, դա քո վարկանիշը ավելացնում է։ Իսկ երբ որ դու ամեն ինչ թողում ես բացի թողի վիճակում, գնում է վատից դեպի ավելի վատը, քո ցանկացած գործողություն նեգատիվ է առաջացնում, որովհետև բոլորը տեսնում են, որ դու վատից դեպի ավելի վատն ես գնում ու փորձում ես կաշառք տաս, ոնց որ խաբում ես։ Եթե լավից ես տալի, ասում են դե լավ կընտրակաշառք է, բայց նեգատիվ չկա, եթե վատ դրանում է, դու ինչ որ բան ես անում, ասում են ես կաշառք է տալի, որ մեզ խաբի։ Սրանում է քաղաքական անգրագիտությունը թիմի։ Էսա որ Փաշինյանի թիմի խնդրեմը։ Ինչ վերաբերվում է անդիմությանը, դու Իրանք ինչու են այդպիսի սխալները, դա ոնց կգնահատեն։ Իրանք պանիկայի մեջ են։ Նախ իրանք ընդհանրապես չեն համապատասխանում 21-րդ դարի երկրորդ քառորդին, այսինքն որտեվ չեն համապատասխանում։ Իրանք գովազդային արշավը նույնիսկ չի համապատասխանում։ Այդ բանը ազգի համար, հայրենիքի համար
96 թվականի այդ դուրակ նկարները, որ մի հատ ինքն է այնտեղ ինչ-որ շատ երկնագույն ֆոնի վրա մարդա կանգնած տակ ինչ-որ լոզունգ է, մնում էր մեկը այնտեղ Արարատը խփեին, ոնց որ մենք ենք խփած հիմա։ Հարցը դրանում չի, հարցը նրան որ չեն համապատասխանում, ոչ խոսույթը, ոչ գործողությունները, ոչ ծրագրերը, ոչ իրանց արտաքին գովը, ինչ որ մնաց է սենց մամրակալած, տահաչ հոտ է գալի, որ ոնց որ հին բան լինի, շոր լինի, փալաս, բենց շոր, զզվելի է։ Դրա համար Նիկոլի բախտը բերել է, որ իր հանդիմությունը հետ է։ Ասենք դու ինչ ուզում ես անես, նրանցից վատը չես կարող անել։ Լավ, դուք աչքիս մեկ ընդդիմադիր ուժի Որ աչքի, ձախ թե աչք։ Այս որ ակնոցս մի քիչ շարժվեց։ Չէ, երրագլուխ է, էլի։ Բայց ընդդիմությունը Ուր եթե 8-ին ասեցին 48 ժամ, բացի այդ 8-ի 19 քաղաքական 19-ից հանեցին 8, դարավ 11։ Չէ, դե 8-ին չէ կարող անել։ Չէ, օքեյ, 8-ը հիմա հələ կասկածում ենք։ 8-ի մասին խոսեցինք։ Մի գրիչով 8-ի մասին չենք խոսում, հələ որտեղ։ Կոնգրեսի։ Հա, կոնգրեսը։ Կոնգրեսն էլ է այս։ Ժողովուրդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կապնված քաղաքական ուժը պետք է տնից դուրս գա մասխալատով, գիշերը, ջերմատեսիլով, շարժելով հանգարց մարդ տենա պախկվի։ Լևոն Տեր-Պետրոսյանի պես քաղաքական ֆիգուրին կողմից ստեղծված եւ այդ ֆիգուրի շուրջ ձևավորված քաղաքական ուժը պետք է խաղա շատ հեռու քաղաքականություն։ Դա вообще ծիծաղալու են համար։ Բայց լավ, այս 8-ին հələ թողենք վարձականի տակ, հետո կանրադառնանք ժամանակ ունենանք։ Տակը մնում է 11։ 11-ից 3-ը հասկացանք, կարի ատելիենա, կարով ձևող բան ու Թաթոյան։ Թաթոյանի ինչ ընդդիմություն։ Չէ, Թաթոյանին տալիս են արդեն ոնց որ էս երեք էր հարցային չի թե այդ սոցհարցումներին որքան կարելի է հավատալ, բայց այդ սոցհարցումները անընդհատ այսպես պտտվում են եւ Թաթոյանը տող զբաղեցնում է։ Տեսեք, տող կարող է զբաղեցնի, տող կարող է զբաղեցնի ցանկացած մենք։ Չէ, տոկոսով հանդերձ։ Հասկացա։ Թաթոյանը որպեսի դառնա ընդդիմություն, Թաթոյանի ծրագիրը պետք է լինի պարզ։ Պետական կառավարումը, մանավանդ պարլամենտական համակարգում, պետք է նախատեսի առաջնահերթ սոցիալական, տնտեսական ծրագրեր, անվտանգային, ռազմական, բայց սրանից առաջ նաև միջազգային։ Հիմա մենք իդեպ լավ լուր ունենք, որ Զելենսկին գալիս է, հա, տենց ինչ-որ եվրոպական այս համաժողովի վրա։ Մեր քաղաքական ուժերի համար մանավանդ ընդդիմադիր լակմուսային թուղթը դա ուկրաինական պատերազմն է։ Եթե քաղաքական ուժը պատրաստ չի եթերից ասի, որ Պուտին խույլո, այդ քաղաքական ուժը պետք է ջնջվի հայկական քաղաքական օրիզոնից։ Ուղղակի, եթե քաղաքական ուժը Դա ձեր տեսակետն է։ Ոչ, դա իմ տեսակետը չի, դա այն տեսակետն է, որը բնորոշ է ցանկացած մարդու կամ պետության կամ ինստիտուտի, որը նախընտրում է ազատ անվտանգ երկրների գոյություն, որը չի ընդունում, որ ուժեղ պետությունը կարա հարձակվի թույլի վրա ու ասի, որ դու սենց պետք է անես, նենց պետք է անես, դու պետք է լինես Եվրամիությունում, ՆԱՏՕ-ում կամ չպետք է լինես, այս քո տարածքի այս մասը իմն է, կամ այն տարածքի այդ մասը իմը չի, կամ դու պետք է թողես, որ քո պետական համակարգում ռուսերենը լինի պետական լեզու, կամ չլինի պետական լեզու, այսինքն այդ ագրեսիվ ֆաշիստական բնորոշ ֆաշիստական ռեժիմներին բնորոշ վարքը մերժելու ամենակարճ բանաձևը ասեցի, երկու բառը։ Եթե դա չի հերկվում, եթե դա չի մերժվում, ապա այդ քաղաքական ուժը, որպես այդպիսին, լավ, սենց ասեմ, այդ ուժը չպետք է հայտնվի հորիզոնում։ Ես հասկանում, չես կարա Նիկոլին ասես ասա։ Նիկոլը գասի ես վարչապետ եմ։ Չեմ ասում ընկեր, իմ դիվանագիտական Վենայի կոնվենցիայով չեմ կարող ասեմ, դե դիվանագիտական սահմանափակումներ անում, բայց ոչ մի ուժին դա չի արգելված։ Դուք հələ ոչ մի պետական պաշտոն չունեք, դուք ուղղակի ընդդիմադիր եք։ Դուք ոչ մեկ եք մեծ հաշվով, այսինքն ձեզ ոչ մի բան չեն կարող ներկայացնեն։ Դուք պետք է ցույց տաք ձեր վերաբերմունքը դրան, Ղրիմն ա։ Հասկանում եք։ Իսրայելը իրավունք չունի հարավային Լիբանանին ագրեսիայի ենթարկել։ Այս բոլոր հարցերը Տրամպը չի կարա հենց նենց տրակացնի դբրոց, որտեղ 160 երեխա է։
Այս ամբողջը պետք է ասվի, ասենց եմ ասում, որ չմտածեն, որ Պուտինին բան եմ անում, Տրամպին չեմ ասում։ Մի անասունն է Տրամպն։ Մանկապղծությունը չի ընդունվում։ Ժողովրդավարությունը գերագույն արժեք է։ Խոսքի, խղճի եւ բանի ազատությունը չի կարող որևէ կերպ կասկածի ենթարկվել։ Այս ամբողջը պետք է ասվի, ավելի կարևոր է, քան այն, որ դե գիտեք, հիմա բան է դարել, այն ջուր են ծեծում, էլի են, որ ասում է, դե Հայաստանը Ռուսաստանից պետք է անջատվի, տղեկ, այդ ասենք, գայք 20 թվին ասեիք, 21 թվին ասեիք, գայք կողքներս կանգնեիք ասեիք, ոչ թե գայք, ասենք, միցինգի ժամանակ ասեիք Եվրամիության Ամերիկայի Ուկրաինայի դրոշները իջացրեք բան, մենակ Հայաստանի դրոշը, սենց ինչ-որ Հայաստանը միայն, հասկանում եք, հարցեր կան, որոնց պատասխանները ես ունեմ, ես իրանցից ցանկացածին կարամ ներկայացնեմ դա։ Դա ես ասացի թիմը։ Այսինքն դուք մտել եք քաղաքական դաշտ, սմա այդ բանում կա էլ ռազմական գործում, սմա identify yourself։ Ներկայացնում եմ։ Մենք ինքնաարտահայտվի տնամով ես։ Թե չէ եկել հիմա ջուր են ծեծում, մի բան ալ, Ռուսաստանը սածկատեշ, ով չի ալարում, մի հատ տաշում ասում, Հայաստանը Ռուսաստանը ոնց։ Դա Նիկոլը նույնիսկ պատրաստ չի։ Գազը ինչ եք անել, ունեք պատասխանը։ Գոյություն չունեցող մոդուլային ռեակտորների մասին եք խոսալու, որոնք ուղղակի գոյություն չունեն։ Թե միգուցե Ֆրանսիայի հետ պայմանագիր կնքեք 4-5 գիգավատանոց տնեք, որ համել արտահարեստական բանականությունը աշխատացնեք ստեղ այնքան ինչքան պետք է։ Այսինքն բազմաթիվ հարցեր կան։ Եվ երբ որ դուք խոսում եք նրանից, թե այս քաղաքական ուժերը ինչ ոնց, այս քաղաքական ուժեր չեն։ Ես էլ եմ ասում, մարդիկ են, ովքեր նոր տարվա օր ուզում են տաբուրետկի վրա կանգնեն, որ ձմեռ պապին իրանց մի հատ չուպա չուպս տա։ Էդ է։ Ինչով է տարբերվում քաղաքական ուժը, ոչ քաղաքական ուժը ունի ողնաշար եւ ծրագիր։ 5 տարվա, 10 տարվա։ Ոչ թե բան է այն, որ դե լավ մտնենք ազգային ժողով, ասենք 4 հատ տուն հիպոթեք վրեքներս ձևակերպենք, ոնց որ Բայց դրանից առաջ կուսակցություն գրանցենք, որ կարողանանք դա։ Գիտեք ոնց կուսակցությունը դա ձևական բան։ Ես կուսակցություն ունենալը նշանակում է քաղաքական դե յուրե այո, դե ֆակտո ոչ։ Բազմաթիվ կուսակցություններ կան, մենք երբ որ որոշում էինք ստեղծել, ցուցակը հանեցինք, տղեկով տղեկով թիմով ասենք բավական երկար ծիծաղացել են կուսակցություններ կան, որոնք մի մարդ է մնացել։ Մարդ կուսակցությունը։ Հասկանում եք, ու ինչ-որ տենց բան է։ Եվ կներեք նորից կուսակցությունը ինչով է տարբերվում կամ քաղաքական ուժը ասեցիք, ինչով է տարբերվում։ Քաղաքական ուժը ունի քաղաքական ծրագիր, որը ներառում է ամբողջ սպեկտրը պետական կառավարման։ Այսինքն չկա այնտեղ բաց թողում չկա, դե լավ սրանով չեմ զբաղվում, չի լինի։ Նույն chat GPT-ին ասում ես, ինքը գրում տալիս է ձեզ։ Chat GPT-ին կարա գրի տա, բայց մի փոքր այդ արհեստական բանականությանը շատ են նրանք ուստա։ Առաջը կարել հանրագիտարանը բացեր կտար։ Դե հա։ Ասում որ գիրք կարդալ չգիտեք ով է մեղավոր։ Ուզում ասեմ ծրագիրը գրավոր այդ ծրագիրը։ Գրավոր ծրագիրը շատ կարևոր է, գրավոր ծրագիրը կարևոր է նա առաջնային կարևոր նախադրյալը քո թիմի համար։ Ոնց հասկանալ քաղաքական ուժը ընդհանուր առմամբ այդ քաղաքական բանի մեջ է թե ոչ թե առաջի դեմքին եք հարցնում, այլ 15-րդ համարին։ Ցուցակում բռնում եք 15-րդ համարին, կանչում եք եթե, ասում եք արի լավ։ Ատվետ, էս ինչ ես արել։ Էս ինչ է նշանակում, էս ոնց է լինում։ Եթե 15-րդ համարը, որը պոտենցիալ անցնող անեն, չէ որ 15 հոգին էդի շատ բան է տենց։ 15-րդ հարմարը եթե չի կարողանում դες բացատրել ծրագիր, ու դա քաղաքական ուժ չի։ Դա ասենք ինչ-որ բան է, այն ռուս ալկաշների մոտ տրեցին բուդիշն է։ Արի տեսնանք լավ, մի հոգի պակաս է, արի, կամ ասենք տեղը 1 միլիոն դրամով ծախելով բան անելով։ Ժամանակին ընկեր ծանոթ բարեկամ խնամի ինչ ասես կամ ասենք չգիտեմ ինչ-որ ցանկալ այդպես կարող եմ երկու հատ դերասան վերցնեն երևացող դեմք բան sense հասկանում եք խնդիրը նրանում է որ քաղաքական ծրագիրը նշանակում է որ քո թիմը անկախ նրանից առաջի դեմքը կա թե չկա երկրորդը կա թե չկա այդ ծրագիրը իրականացնում է դա նշանակում է որ դու համակարգով քո բերած հիերարխիկ համակարգով կարողանում ես փոխանցես կատարման բանը դելեգիրովից անես այսինքն դու
որպես եթե ռազմական բանով վերցնես, դու ասենք կորպուսի հրամանատար չես գնում Վաշտի հրամանատարի գործանես։ Իսկ մեր մոտ Վաշտի հրամանատարները հին հայկական ավանդույթի համաձայն Աստուծո թաքուն ապրելով, զավիս լուգուլետ լամպասով շալվար ձեռք բերելով, Վաշտի հրամանատարները դարել էին գեներալը, տենց է Արցախը տվին։ Որտեւ իրանք մնացել էին Վաշտի հրամանատարի խելքին։ Հիմա էլ այս կուսակցությունների ղեկավարները Վաշտի հրամանատար են։ Բայց հավակնում են գեներալական բանը, հանգարց չմտածեք, նույն բանը Նիկոլի մոտ է։ Պրոստը Ռոբիկն էլ է նույն բանը։ Հասկանում եք։ Սամվել Կարապետյանն էլ է Վաշտի հրամանատար, չնայած ինքը չի կարա բանանի մասնակցի։ Սամվել Կարապետյանի մոտ ասենք ահռելի խնդիրներ են Ռուսաստանում։ Հիմա բոլորը գիտեն, որ ուղղակի փախել է այնտեղից։ Իր բոլոր ընկերությունների վրա դատական գործեր կան։ Բացեք այդ OSVD info բան այդ իրանց ներքին Telegram ալիքները որտեղ որ կտեսնեն։ Փոխկապակցվածության հարցեր կան, բան շուտ տնօրենների հետ քրեական գործեր կան եւ այլն եւ այլն։ Նույն բանը Ծառուկյանը կապնված ա եղել, ասենք Լուկաշենկոյի հետ, այդ տնտեսական խնդիրները, որոնք որ առաջացել են ԵԱՏՄ-ի մեջ, ո բան չի ոնց։ Այսինքն քաղաքականությամբ զբաղվում են մարդիկ իրենց անձնական խնդիրները լուծելու համար, քաղաքական մշակույթը Հայաստանում, քաղաքական դաշտը Հայաստանում չի կայացել։ Չի կայացել, չի կարող կայանալ։ Քաղաքական դաշտը Հայաստանում կայանար, եթե 18 թվականին ֆրանկոֆոնիայի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Եվրոասոցիացիան դիմում տար։ Այդ ընթացքում այս ժամանակահատվածը որ օգտագործենք 18-ից մինչև 26-ից 8 տարին մենք կստանայինք քիչ թե շատ ձևավորված քաղաքական դաշտ։ Ես ասեմ քաղաքական դաշտը նույնիսկ Վրաստանում չի ձևավորվել, չնայած 10 տարուց ավել ինքը գտնվում էր, ասենք այդ բանի պայմաններում, հա, շոկոլադե պայմաններում։ Ինչու Ռուսաստանից կախվածությունն էր խանգարում։ Ռուսաստանից կախվածությունը չէր։ Հայաստանին տվյալ դեպքում Հայաստանի, ահա, չէ, Հայաստանի պարագայում դա մարդկանց մտածելակերպի սերիալական առանձնահատկություններն են։ Ես շատ եմ այս թեմային անդրադառնում։ Մարդիկ ինձ մոտենում են շատ լավ, ուրախ են, բանից շատ ապրես։ Արի մի բան անենք։ Լավ է։ Սենց էլ լավ է, հա, այսինքն։ Չէ, մենք չէ, էլի։ Լավ է։ Ստեղ խնդիրը այն է, որ մարդը չի հասկանում, որ իր գործողություններից կախվածա կամ հասկանում է չի ուզում որ ամեն մեկի առանձին գործողություններից կախվածա ամբողջ պատկերը այդ դա ընդ որում տարօրինակ է որ չեն ուզում հասկանան կամ չեն ուզում ընդունեն կամ ընդունում են որ դա շատ բարդ է իրենց թվում է որ կորուստները այդտեղ չեն կարողանում ընդունեն որ համատեղ գործողությունների արդյունքը շատ ավելի մեծ դրական գործոն է շատ ավելի մեծ դրական բազմապատկիչ է, մուլտիպլիկատիվ էֆեկտը շատ ավելի մեծ է, քան ինդիվիդուալ։ Եթե դուք դիտարկեք Հայաստան հայկական հասարակությունը ոնց է գործում, երբ որ խնդիրներ են առաջանում, ոչ թե փորձում են այդ խնդիրները լուծել, այլ ոտ-ոտ գնում են զվարթնոց Հայաստանից փախնում են։ Հիմնականում գնում դառնում են բոմժ, որտեղ դա նորմալ է։ Երբ որ դու գնում ես ուրիշ երկիր, դու բոմժ ես։ Անկախ նրանից հետո իրանք զանգում ինչ են պատմում կամ որ հարցնում ես ոնց ասում են լավ եմ ապես աղ լավ է ոչ մի լավ չի հիմա Ռուսաստանի կեսը բոմժ է որտեվ եթե հայերի մասն է խոսքը եթե նույնիսկ ուզենան բնակարանները վաճառեն չեն կարողանալու այդ փողը բերեն իրանց 22 թվից ձեր եթերներից մեռել եմ գոռալ հելեք եկեք ձեռներից այդ ամեն ինչ վերցնելու են եկե հասել են նրան որ նույնիսկ փողը չեն կարա բերեն Եթե նույնիսկ տունը վաճառեն, ինչը քիչ հավանական է։ Եթե նույնիսկ բանկին ու FSB-շնիկին կաշառք տան, որ իրանց թողեն այդ փողը ամբողջությամբ իրանք անեն, իրանք այդ փողը չեն կարողանալու բերեն Հայաստան։ Բայց կասեն տակ-տակ նստած ենք, ինչու եք ասում վեր։ Տակ-տակ նստած են իհարկե հեշտ է տակ-տակ նստել, երբ որ դու ապսեում ես ու ասենք օրը 3 հատ դրոն է գալիս, աղ վառվում է։ Բայց այդ տակ-տակ նստածը մի օր վառում ես, չէ՞, դա ասում է տունդ վառվում է, տակ-տակ նստած ես, հիմա կընկնի, սա կպրծնի, կմնաս բոմժ ոնց որ եւ մնացել ես։ Հիմա այն մարդիկ ովքեր գնացել են Ռուսաստան ու լոլո էին կարդում, որ այնտեղ ամեն ինչ լավ է, հիմա որ գան ինչ են անելու։ Ոնց։ Հիմա արդեն դժվար է վերադառնալ Հայաստան։ Դժվար է վերադառնալ Հայաստան, որտեղ գներն են բարձր, որովհետեւ աշխատաշուկայում տեղ չկա ձեր համար, որտեղ դուք ոչինչ չգիտեք։ Դուք ոչինչ չգիտեք, ոչ լեզու գիտեք նորմալ, ռուսերենը լեզու չի,
միջազգային բանում։ Ոչ բիզնես վարել գիտեք, որովհետև FSB-շնիկներին ու բաներին փող եք տվել, որ ձեզ չկպնեն։ Ոչ մեկը ոչ մի բան չգիտի արա։ Ոչ հաշվապահություն գիտեք, ոչ ֆինանս գիտեք, ոչ մի բան չգիտեք։ Լավագույն դեպքում մի կերպ կապել եք փռը օգտվելով որ երգիրը մեծ է։ Այսօր բանում Չուկոտկայում, վաղը Վլադիվոստոկում, մյուս օրը ասենք, չգիտեմ, Ռոստովում, ձեզ ոչ մեկ չի բռնել, էտա բրիգադներով բան է կարել, գործ է կարել, եթե տեղ։ Կամ խանութ ունեք ու այդ խանութում ասենք ձեզ շաբաթը մեկ մի հատ FSB-շնիկ, մի հատ սանիտարական, մի հատ մլիցա, եկել է 2 կոպեկ դրել եք գրբանը կամ 2 չէ, 10 ռուբլի։ Ինքն էլ գնացել է, ոչ էս եք իմացել, ոչ են։ Ոչ եք գալու ինձ պատմեք, որ դուք ասեք բիզնես եք վարել Ռուսաստանում։ Ռուսաստանում դիրիպաց կամ բիզնես չի վարում։ Զանգում է Կրեմլից ինչ ասում են էդ ան։ Դուք կարող եք բիզնես եք վարել։ Սամվել Կարապետյանն է Ռուսաստանում բիզնես վարում։ Սաղ ունեցվածքը որ գնահատված է, այդ իր սեփականությունն է, մոլերն են, մեծ ռիո մոլերի պես։ Բայց Ռուսաստանում էլ ոչ մեկին պետք չի։ Ճգնաժամը, բոլորը տարածքները, ասենք, որ նյութը բացում, ասենք, причем RBK, բան, Forbes Ռուսաստան, բացում կարդում ես, սա տարածքները դուրս են գալի, ոչ մեկի պետք չէ, այստեղ եկամուտը ընկել է, մի մասը, ասենք, պրոբլեմա, մյուս մասը վարկով է, այն մեկը կանգ մնում է, բայց փողը չի տալիս, Վայլբերիստներն էլ հետևից։ Վայլբերիստներն էլ հետևից, հա, որովհետև ասենք ով է գնում ինչ իմաստ ունի գնալ, հա, ինչ որ մոլում բան անել։ Մոլից առևտուր անել, եթե կարաս Վայլբերիսը բացես կամ բան։ Գովաշ չլինի, գրողը տանի Վայլբերիսն է։ Հա, օնլայն կարող ես վաճառել, այո։ Причем Ռուսաստանում արդեն քարտերն էլ չեն աշխատում։ Զատուլինը մի այսպես հարցազրույց էր տալիս, ասեց, եթե Փաշինյանը ընտրվի, կարող է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզվել Հայաստանի։ Զատուլինին, եթե համար ունեք զանգեք, ասեք ապեր մի արա տենց բան։ Չէ, ինքը հատուկ է անում, ինքը հոտ են պետք չի Փաշինյանի վարկանիշը բարձրացնել։ Հատուկ, դա։ Հա, պետք չի վարկանիշը բարձրացնել Փաշինյանին, ինձ չի որ ցածր է։ Մայիսի 4-ին Երևանում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողով։ Բան չմնաց, 2 օր մնաց 50 բարձրաստիճան պատվիրակություններ են լինելու Զելենսկու մասին դուք ասեցիք, չգիտեմ հաստատված է թե չէ, որտեղ հաստատված է, իմ ունեցած տվյալները դեռ խոսում էին։ Հա, բանի հետ ԱԳՆ-ի հետ կապ ունեն Ուկրաինայի, հա։ Ահա, Մակրոնի մասին ավելի վաղ։ Մայքլ Կարնին է գալիս, այսինքն Կանադան է ներկայացված։ Եկեք փորձենք հասկանալ ինչա տեղի ունենալու մայիսի 4-ին։ Մայիսի 4-ին։ Եվ նշանակությունը Հայաստանի համար։ Եվրոպականի մասին։ Եվրոպականի, այո, մայիսի 4-ի վեհաժողովի մասին է խոսքը, Մակրոնի այցը եւ մի հարց էլ տամ, ել ձեզ չխանգարեմ։ Հնարավոր է արդյոք հայ ֆրանսիական ինչ որ պայմանագիր դե կա այդ պայմանագիրը օրակարգի մեջ է ճիշտ է ասում ռազմավարական գործընկերություն ճիշտ է ասում այդ պայմանագիրը օրակարգի մեջ է ինքը կա ինքը նախատեսում է բոլոր ոլորտներում համագործակցություն ուղղակի սա ի տարբերություն նրա ինչը մենք ունեինք շատերի հետ ստորագրած մենք ասած Հայաստանը ինչ որ ստորագրել է սա պայմանագիր է ոչ թե հռչակագիր այսինքն սրա տակ ինչ որ գործողություններ կան եւ սրա հիման վրա հետագայում հնարավոր կլինի կառուցել նաեւ ինձ համար ամենակարևորը պաշտպանական ոլորտում աշխատանքները, բանակի վերազինման եւ բանակի մոդեռնիզացիայի, այսինքն բերելով բանակը համընդհանուր եվրոպական հրամանատարությանը հարմար, որովհետեւ անկախ նրանից ինչ ոնց միջնաժամկետ բանով, միջնաժամկետ հորիզոնի վրա Հայաստանը պետք է ներգրաված լինի համընդհանուր եվրոպական անվտանգային համակարգում եւ հայկական զինված ուժերը այդ համընդհանուր եվրոպական անվտանգային համակարգի մի մաս են, այսինքն ինքը պետք է ամբողջությամբ այդ բանը ներառված լինի դե պարզա դրանից առաջ պետք է հապկից դուրս գալ հայ-ռուսական այդ պայմանագրերը կասեցնել եւ այլն հայ դեպ Զատուրին որ զանգեք ասեք բախտը բերելա Կարենը չի դարը թե չէր հասցնի խոսայր դեսպանատունը փակել կտայի ուրեմն Ֆրանսիայի հետ տենց տնտեսական նայական ես կուզենայի իհարկե էներգետիկ ոլորտը ասեցի ես կնախընտրեի որ ֆրանսիական դուք պատկերացրեք անցած տարվա ընթացքում Ֆրանսիայի գեներացված էլեկտրական հոսանքի 59%-ը գեներացվել ատոմային միջուկային կայանների մանից այսինքն միջուկային ռեակտորներից ամբողջությամբ Ֆրանսիան անկախ է բանով ավելին ինքը ժամանակ առ ժամանակ
օժանդակել է գերմանական եւ իսպանական ցանցերին, երբ որ այնտեղ պակաս է եղել։ Այսինքն գեներացնում է over։ Բացի դրանից հիմա հայտարարված է, որ եւս 13 նոր ռեակտոր են կառուցել մինչեւ 35 թիվը։ Ինչ եմ ես ասում, սա կարեւոր է, որովհետեւ երկիր, որը կառուցում է բանի վրա, ասենց հոսքի վրա ռեակտորներ, ասենք, եւս 13 հատ ու սենց է, որ ջրի ճամփա է։ Թողել առավել ես ռազմավարական գործընկերը դա դաշնակից դա դաշինքի պայմանագիրը ասենք ընկնել ինչ որ անհասկանալի ձիվան բրթող Վենսի լեգենդներից որ մենք ցես մոդուլային ռեակտոր կտանք ու այդ ռեակտորի վրա կգրանցենք 9 միլիարդ բայց այդ 9 միլիարդից դուք ոչինչ չեք ստանա որովհետև 5-ը բանն է դրա սպասարկումն է որը մենք հետո կծախսենք մեր գրպանից մեր կամպանիաներում 9-ն էլ ասենք էտենա որ մենք պետք է իրան սարքենք 9 միլիարդ մի ռեակտոր կամ 380 կամ 400 մեգավատ 2 գիգավատանոց ռեակտորները 8 միլիարդ չարժեն ինչ եք խոսում Շների սա պետք ես գիտեմ որ կառավարությունը բան է անում որ դե մեզ այդքան է պետք կամ այդքան չենք սպառում եղբայր դու արտադրի ես կմտածեմ ոնց սպառեմ դատա կենտրոններ կդնեմ AI-ների կենտրոններ կդնեմ գազից կպրծնեմ ես հասկանում եմ կառավարությունում այն փող վարչապետերը ովքեր որ խոսում են նրա մասին որ մեզ այդքան հոսանք պետք չի փող կապակցված են նաև փող կապակցված չեն փող կապակցված են դրանց կարող է փող կապակցված են Գազպրոմի հետ Հայրուս բանի Գազպրոմ Արմենիայի հետ որը որ գիտեք ոնց եթե ես գեներացնեմ 5 գիգավատ հոսանք ես ուղղակի շենքերում իսկ ինչա պետք գազ որ վառեն մարդիկ այսինքն եթե դու գազի սպառումը տաս բացառապես հոսանքի գեներացմանը քո բերվող գազի 40% առնվազն եթե ոչ ավել դուրս կգա իսկ իրականում եթե դու դնում ես 2 ռեակտոր ամեն մեկը 3 գիգավատանոց դու կարող ես էներգ չօգտագործես որովհետև քեզ կմնա արևը քեզ կմնա ջրային էներգիան քեզ կարող ես դնել նաև քամու էներգիա օգտագործես էլ բան օգտագործում ես գազը ինչ տա պետք իսկ որ գազից կտրվում ես մուրազները փորն ամնում էլ Ռուսաստան չկա հասկանում եք Կամ ասենք այն Պարսկաստանից եկող 250 միլիոն խորանարդ մետրը կդնենք օգտագործենք իրանց ոսանք կտանք պետք գովաստ չէ Դե թեթևի մեջ Գովաստ հետարենք եթերում Սիրելի բարեկամներ մնացեք մեզ հետ շարունակելու ենք զրույցը պարոն Կարեն Սարգսյանի հետ սոցիոլոգ վերլուծաբան Գովաստ է եթերում Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա, սենս։ Այ սենսացիան էսա։ Ծրիա։
Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք սոցիոլոգ-վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Մի քանի թեմա եմ առանձնացրել, որ հասցնենք զրուցել։ Միլի Մեջլիսը Ադրբեջանի որոշել է կասեցնել եւ ոչ միայն որոշել է, Եվրամիության դեսպանին է հրավիրել Ադրբեջանի արտգործնախարարություն եւ որոշել է կասեցնել Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Ինչու՞, որովհետեւ ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանը ընդունել է իրենց խոսքով հակաադրբեջանական բանաձև, ինչումն էր հակաադրբեջանականությունը, նրանք ասացին, որ Արցախը հայությունը իրավունք ունի վերադարձնել, բոլոր այդ իրավունքները, որոնք ամրագրված են, ներկայացվել են, նրանք խոսել են ռազմագերիների մասին, ինչը նրանց սարսափելի վրդովեցրել է Ադրբեջանին, նրանք ասում են, իրավաբանուներ են անընդունելի են իրենց ասել ռազմագերի եւ կրոնական, մշակութային կրոնական ժառանգության ոչնչացման մասին է եղել այդ բանաձևը, դրանքները ասում են լիովին անհիմն են անընդունելի եւ այսպես Եվրոպական խորհրդարանի հետ նրանք կասեցնում են իրենց հարաբերությունները, պարզապես այստեղ վերլուծաբաններն էլ հիշեցնում են, որ վերջերս Օվերչուկներ Բաքվում, նա իդեպ հիշում եք վերջերս ասել էր, որ Հայաստանի հետ կապված մեր գործարարները մի քիչ վախեցած են, շրջվում են, մեջքով են շրջվում, իսկ Բաքվում նա ասում էր, որ եկեք գործարարներ, տեսենք, եկեք Ադրբեջանի։ Հարցը հետեւյալն է, արդյոք Ադրբեջանը Ռուսաստանի հարաբերությունների տաքացման ֆոնին Ադրբեջանը Եվրոպական խորհրդարանի հետ կասեցնում է հարաբերությունները, թե այստեղ զուտ հայկական թեման է, Արցախի թեման է։ Ընդհանրապես, ոչ մեկը, ոչ մյուսը։ Տեսեք, Ռուսաստանի հետ հարաբերությունները իրամուտ միշտ լավն են, իսկ այն ժամանակ, երբ ինքը Ուկրաինա հումանիտար օգնություններ ուղարկում, ճակերտավոր հումանիտար իհարկե, որովհետև մի առանձնապես բան չէին անում։ Ադրբեջանից սոկար Ուկրաինային բաներին ուղարկում, բայց լավ է տեղական չէ։ Զելենսկուն էլ հիշենք, որ Զելենսկին էլ գնացել այնտեղ, իրանք ունեն համագործակցություն, այսինքն այնտեղ Ռուսաստանի գործոնը Ռուսաստանի հետ ինքը կարողանում է խոսել հավասարի պես։ Ռուսաստանը չի Հայաստանի դեմ վարված պատերազմում այո Ռուսաստանի դերը կարևոր էր եւ իրանք այդ գործողությունները համաձայնեցնում էին եւ շատ հաճախ Ռուսաստանն էր թույլ կողմը տալիս Ադրբեջանին թե որտեղին եւ երբ է պետք հարվածել բայց հիմա Ադրբեջանը ամբողջությամբ իսրայելական պրոյեկտի մեջ սա սիոնիստական պրոյեկտ է գիտեք, որ սիոնիստների երազանքը Ալ-Ակսայի ոչնչացումն է Երուսաղեմում այդ մզկիթի բայց որպեսզի դա լինի հնարավոր իրանք պետք է սովորեցնեն աշխարհին որ կրոնական շինությունները
կարելի է ոչնչացնել, տրաքացնել, զրոյացնել։ Ինչպես նաև Արցախը դա գազայի մոդելն էր։ Այն ինչ որ արեցին Արցախում, իրանք նույն ուզում էին անեն գազային։ Եվ որ հիշեք այդ նույն գործողությունն էր։ Երբ որ 19-ին 23-ին սեպտեմբերի վերջացավ, հոկտեմբերի 7-ին եղավ գազան, նույն պրինցիպով։ Եվ իրանք նույն կերպ ուզում էին անեին, եւ իրանք պահանջում էին Եգիպտոսից եւ բանից, որ Եգիպտոսի սահմանը բացի, որ գազայի պարզապես այնտեղ բնակչությունը դուրս չեկավ։ Այնտեղ դուրս չեկավ, հենց այդ հարցը։ Այնտեղ պայքարեցին։ Այստեղ դուրս եկավ եւ հիմա դա են բերում ադրբեջանցիները։ Ինչ վերաբերում է եվրոպական, Եվրոպա նույն բանը լինելու է այնտեղ։ Նույն բանը հիմա հարավային Լիբանանում է կատարվում, այսինքն երբ ասում էինք, որ 44-ը սկսելուց արդեն Ադրբեջանը ամբողջությամբ կորցրեց իր սուբյեկտությունը եւ ինքը սրանից հետո 3 տիրոջ ծառայա։ Եվ իրանք մի օր իրան ճեղելու են բրիտանցի ֆլագ, ինչպես ասում են, բրիտանական դրոշի տեսքով, այսինքն ասած պատրելու են։ Այդ դա է, ինքը հիմա հավասարաչափ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իսրայելի բաժնետոմսերը ունի։ Այսինքն ես 3-ը իր բաժնետոմսերը ունեն 10%-ն իրան։ 3-ը հավասար են։ Եթե Թուրքիայում ինքը կարողանում է Էրդողանի ընտանիքի հետ որպես կոռումպացված համակարգ լեզու գտնել եւ ինչ-որ գումարներով, սոկարի միջոցով բանով կարողանում է Թուրքիայի տնտեսությանը աջակցել, ավելի շուտ Էրդողանի կուսակցությունը։ Ռուսաստանում ինքը եւս ինչ-որ հարցեր լուծում է Ռուսաստանի վաճառելով գազը եւ նավթը եւ այդ գումարները քեշով բերելով։ Եվ այլն Իսրայելի վրա ինքը ուրիշ ազդեցության ճանապարհ չունի։ Եվ Իսրայելը իրան թելադրում է ինքը ինչ անի։ Եվ այս ամբողջ պատմությունը սա սիոնիստական պատմությունն է։ Այսինքն այստեղ եվրոպացիների վրա է ուղղված, Եվրոպացիների, այո, եվրոպացիների պայքարը, հանուն արդարության մենք պետք է ասենք, որ մոդելն է նույն, ոնց որ իրանք գազայի համար են պայքարում, ոնց որ իրանք հասկացան Արցախում խնդրեմը որն է։ Իրանք Արցախը տեսան, դրա համար գազան թույլ չտվեց։ Ստեղ ամենամեծ վտանգը իհարկե Տրամփն է։ Եվ դա է նաև պատճառը, որ ես ասում եմ տրիպը պետք է փաթել, որտեղ այդ Տրամփի ծրագիրը եւս Կուշների արկայությունը այդ ծրագրում ավելի շուտ ամբողջ միջազգային հարաբերությունների բլոկը, որը վերաբերում է այս տարածաշրջանին Տրամփի ադմինիստրացիայում վարում է Կուշները եւ Վիտկոֆը եւ այդ Վիճոկ զույգը, որը սիոնիստներ են իրականում, ովքեր որ ասում են, որ իրանք ծառայում են Իսրայելի շահերին, դա գաղտնիք չի, իրանք բաց են ասում, որ ծառայում են Իսրայելի շահերին, հետեւաբար Ամերիկայի այստեղ որքան էլ որ ցավալի չի, մենք զրկվեցինք դեսպանից, դեսպան մինչև մա չեն նշանակել եւ չեն պատրաստվում նշանակել։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների establishment-ը, Սենատը եւ Կոնգրեսը, եթե այս mid-term-ին փոխվեն ու պահանջեն, եթե չէ, դառնում է որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մենք չենք կարող ուղիղ կապի դուրս գալ։ Մենք ստիպված ենք լինելու շփվել Ամերիկայի Միացյալ Նահանգների վերնախավում Էփշտեյնի շրջանակների, այսինքն Տրամփի, որի մեղադրանքները ոչ մեկ չի հանել եւ ինքը Նյու Յորքով 32 հոդվածով մեղավոր է, պլյուս հիմա Էփշտեյնի ֆայլերի մեջ մեռան իր անունը տալով, հիմա էլ պարզվեց որ կնիկն էլ կա, այսինքն ընտանիքով հանդերձ են այտենց, այսինքն մենք գործ ունենք այդ բանով ամերիկյան այդ Էփշտեյնի շրջանակների, մանկապիղծների շրջանակների եւ սիոնիստների հետ։ Ուզում եք, չեք ուզում, կարող եք, չեք կարող, էսա։ Պարոն Սարգսյան, ասացիք մենք գործ ունենք, թե մենք ենթարկվում ենք։ Չէ, գործ ունենք, մենք կարող ենք եւ չենթարկվել։ Այս ինչպես չի ենթարկվում։ Դժվար բան։ Չէ, դժվար չի։ Ընդհանրապես դժվար չի։ Դե ասեք։ Եթե մայիսի 3-ին պատրաստի թղթով Նիկոլը վերականում, ասում եմ խնդրում եմ ընդունեք, ես մեր Եվրոասոցիացիան բանն է, դիմումն է։ Լինելու բան է դա։ Իհարկե, մի հատ թուղթ է։ Այսինքն, գիտեք ոնց, սա ստեղից ստեղ դնելու համար առանձնապես ուժ պետք չի, կամքա պետք։ Սերժ Սարգսյանը չկարողացավ դա անել։ Սերժ Սարգսյանը ուրիշ վիճակում էր։ Սերժ Սարգսյանի իհարկե այն ժամանակ տարբեր էր։ Այն ժամանակ Եվրոպանը չէր հասկանում։ Դուք պատկերացրեք, երբ որ Հայաստանի վրա արդեն հարձակում եղավ 44-ից հետո, հարձակում եղավ նաև արագացված ռեժիմով այն պահին, որ հայտարարվեց, որ Նենսի Պելոսին պետք է գա, չէ։ Եթե հիշում եք սեպտեմբերի այդ բաները։
սեպտեմբերին եղավ հարձակում, բայց այդտեղ բան եկավ, միանգամից CIA-ի տնօրեն եկավ եւ Ադրբեջանին այդ ժամանակ Բլինկենն էր կապտում, ասին մեկա գալու է։ Դուք հարձակվեք թե չհարձակվեք, մեկա գալու է։ Այդ ժամանակ եկավ Նենսի Պելոսին դրա խաթր կանգնեց ու հոկտեմբերի 14-ին, եթե չեմ սխալվում, որոշում կայացավ, հոկտեմբերի 14-ին ապրիլ եվրոպական դիտորդական առաքելությունը կանգնած էր մեր սահմանին։ Այդտենց բան չի եղել պատմության Այսինքն մեջ։ Փաշինյանը մենակ չի եղել։ Սերժ Սարգսյանը Փաշինյանը երբեք մենակ չի եղել։ Փաշինյանի հետ Մակրոնը եղել է կապի 18 թվականից, այդ ֆրանկոֆոնիայից, դեռևս բանից Շարլ Ազնավուրի մահից, որտեղ իրանք ավելի շուտ են հանդիպել, Փաշինյանը ստացել էր այդ հրավերը։ Եթե հիշում եք սեպտեմբերին իրան գնացին, այդ բանը եղավ, то есть այն ժամանակվանից Ֆրանսիայի հետ այդ հարաբերությունները մեզ թույլ էին տալի այդ դիմումը տալ։ Եվ իրականում Փաշինյանը ժամանակակորցրել, 1000 անգամ ասել եմ ֆրանկոֆոնիայի օրով պետք է տրվեր դա։ Հիմա այստեղ ամսի 4-ին, մայիսի 4-ին, եթե դա չարվի։ Լավ, հետո կխոսենք։ Ուրեմն մայիսի 4-ից հետո կխոսենք ինչ եղավ այնուամենայնիվ։ Հա, բան չի առանձնապես։ Տեսեք, այդ եթե դուք ուզում եք պատկերացնեք հիմա հարցը ոնց լուծել։ Մյուս կողմից ասենք այս պահին Տրամպի վարկանի շենքանցածրա ոչ որ հավանական է ինքը մի թերմը կրվում, պարտվում։ Հանրապետականը պարտվում է։ Ես չգիտեմ դա ինչով կավարտվի, բայց ես չէի ուզենա որ Հայաստանը մնար նրա հույսին Ամերիկայի Միացյալ Նահանգների անգրագետ, կիսագրագետ եւ ասենք, չգիտեմ, ալկոհոլիկ զանգվածը կգնա կընտրի մի հատ էլ տրամպականներին, թե չի գնա։ Դե մենք Բայդենից սկսած ունենք այդ գիծը միացած։ Հա, բան չեմ ասել, այդ բոլոր տեղ է իրականում։ Նույն մարդիկ արեցին Brexit-ը։ Այո։ Այդ մենակ ամերիկյան հիվանդություն չի։ Դա հիվանդություն է, որը ես բանով պետեուշնիկների հիվանդությունն է։ Մի պահ որ պարզվել էր որ պարզվել էր որն այն որ ասում էին ապա գնաս առավոտվա 9-ից 5 կաշխատես կգաս տուն կնստես սաղ ցենտրա մեկ է պարզ որ դա տենց չի եթե դու ամեն տարի գիտելիքը թմտությունները չես զարգացնում դու մնում ես մարգինալ դու դառնում ես ոչ մեկ ոչնչություն ու այդ ոչնչություն հալովդ դու ճարճուն ես Եթե դու բանես, դու սկսում ես պայքարել ինչ-որ քաղաքական բենեֆիտների համար, պայքարեցին, վերեցին Տրամպին։ Հիմա Տրամպը մտել է պատերազմի մեջ, որից չի կարողանում դուրս գալ։ Գնաճը Ամերիկայի բարձրացել է, բենզինի գները բարձրացել է, սա բարձրացել է, բոլորը բողոքում են, բոլոր տեղերում իր վարկանիշները Բայդենից ցածր է։ Ինքը այլևս չի կարողանում, բայց հետ գնալու ճանապարհ չունի, որտեղ պետք է ասի սխալվել եմ։ Իսկ իր պերսոնաժը մանկապիղծ, մեծամիտ, ալֆա բանի ալֆա սամեց ոնց են դրան ասում ալֆա որց ինքը տենց համարում է որ ինքը միշտ ամենաճիշտն է Սպիտակ տունը բանակցություններ է վարում կոնգրեսի հետ Իրանում պատերազմի հաստատման համար խնդիրը նրանում է որ փետրվարի 28-ին էր սկսվել վերջանում է եւ Հեքսեթը չէ հետաքրքիր է ուրեմն նրանց ինչ է կոչվում պատերազմի նախարար Հեքսեթը ասում է այս ժամանակահատվածը որ զինադադարել մի հաշվեք դանեք մեջից մենք հələ դեռ ժամանակ ունենք Դե ամեն դեպքում սենատը եւս մեկ անգամ սենատում տապալեցին հանրապետականները այդ կանջերը Տրամպից այդ իրավունքը վերցնելը 51-ը 47-ի ինչ որ բանով 47-50 հա 50-47-ը այսինքն բոլոր հանրապետականները ձայների մասին է խոսքը այո ձայների բաշխվածությունը այսինքն նույնիսկ եթե հիմա Հեքսեթը դա չանի այդ հետ կանչելը չի լինի մյուս կողմից եթե համարեն որ վերջացել է կամ հիմա չհամար դա ոչինչ չի տալու եւս 10 օր թե եւս 15 օր այո խնդիրը նրանում է որ օթային հարվածներով հնարավոր չի ռեժիմի փոփոխություն բացառվում բա Պուտինի այդ շատ կուզենայի ձեր մեկնաբանությունը Պուտին Թրամփ հեռախոսազրույց Դե իրանք երկուսն էլ քրեական հանցագործներ են մեկը ռազմական մյուսը քրեական Չէ, բայց Պուտինը զգուշացրեց, ասեց ոչ ցամաքային արա, շատ վտանգավոր է, ընդհանրապես մի կրկնի, մի շարունակ։ Դե տեսեք, ցամաքայինի բացառումը հիշում եք ստեղ էինք խոսում։ Դե Պուտինը եթե այս շաբաթ դրա մասին խոսել է, ուրեմն լալա տապալա, դե հիմա թող անեն, ես ուրախ կլինեմ, եթե անեն։ Անեն ուրախ։ Հա, ես լուրջ ուրախ կլինեմ, որտեվ այս վարչակարգը Ամերիկայի պետք է տապալվի։ Ինքը պետք է տապալվի նենց, որ մոտակա 300 տարի Ամերիկայում երբևիցե այլևս ոչ մի սիոնիստ իշխանության չգա։
Լուրջ եմ ասում, դա ցավալի բան եմ ասում, երևի ամերիկյան հասարակության համար, բայց դա տենց է։ Իրանք պետք է հասկանան, որ մի շարք հանցագործներ, իրանց մանկապղծության այդ շրջանակում գտնվելը եւ Իսրայելի շահերը իրանց երկրից շահից բարձր դնելով տարան երկիրը դեպի պատերազմ։ Եվ այդ պատերազմը չպետք է ավարտվի որևէ լավ արդյունքով Ամերիկայի համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրազանգվածը պետք է ամբողջությամբ կրի պատասխանատվություն նրա համար ինչը ինքը արել է։ Կամ իրանք հիմա պետք է մի թերմով հանեն, իմպիչմենտ անեն ու ամբողջ այս կազմը նստի նույն այփակը դառնա լոբինգային կազմակերպություն, այդ սիոնիստների բանը, կենտրոնը ամերիկյան, այսինքն իրանք չկարողանան գործեն, չենթարկվելով ամերիկյան օրենսդրությանը։ Իսկ մենք հիմա ինչ ունենք, կոնգրեսում ինչ-որ բանը 24 հոգի օրենք են ներկայացրել, որ իսրայելական բանակի վետերանները ամերիկյան բանակի վետերանների հետ հավասար իրավունք պետք է ունենան։ Իսկ դուք հասկանում եք դա ինչ է, այն ցեղասպանություն գործող սրիկաները, որոնք ասենք չգիտեմ, խաչ են ջարդում, մարդ են սպանում, ուրախ ինչ-որ պաղեստինցի երեխային բանանում, իրանք պետք է նույն իրավունքներ ունենան, ինչ-որ ամերիկյան բանակի վետերանները։ Ես չգիտեմ դրա հետ ոնց դիլը լինել, չեմ Թող ամերիկացիները լինեն։ Էդ եմ ասում, դե քանի որ իրանք որևիցե կերպ չեն արձագանքում, իրանք պետք է մինչև վերջ այդ բանը կրեն։ Լավ, տեսնենք, ցամաքայինը դուք համարում եք պարզապես եթե ցամաքային լինի, Միացյալ Նահանգների համար դա կլինի հազարներով կորուստ կա, հազարներով կորուստ կտա։ Չէ գերա գնահատում։ Չեմ ասում տասնյակ հազարներով, ասում գերա գնահատում Իրանի կարողությունները եւ սենց ասեմ, վերջի ասենք արդեն բավականին հասուն տարիքում 2000 թվականից սկսած մի քանի խոշոր պատերազմ տեսել եմ, էլի։ Ասենք ուսումնասիրել Իրաքը, բանը, Աֆղանստանը, այդ Լիբիան, այդ բոլոր պատմությունները նրա մասին են, որ դու չես կարող, եթե առավել ևս եթե դու կոալիցիա չունես, դու մենակ ես։ Նախ ոչ մի եվրոպացի չի մտնի այդ պատերազմի մեջ։ Իսկ եթե ինքը մենակ է, իրանք այս գործողությունները 1.5 ամսվա թե 2 ամսվա բացառապես օպերացիոն ծախսերը այդ Հորմուզի եւ այդ բոլոր օպերացիոն ծախսերը, այսինքն այդ նավատորմը եկել է, գնացել է, բանեն հաց ու ջուր են տվել իրան զինվորներին, բան 50 միլիարդ։ Պատկերացնում եք, եթե հանգարց փորձեն ցամաքային անել։ Արդեն մի անգամ ասել եմ, ով որ քարտեզ ունի, իր մտքով չի անցնի, որ ինքը Իրանը կարա ներխուժի։ Մի թեմա էլ քննարկենք, հետո կվերադառնանք Հայաստան եւ դրանով։ Մի բան էլ ասեմ, էլի նույնիսկ Ալեքսանդր Մակեդոնացին այս տարածք Իրանի երբ որ ներխուժել է, դա Գավգամելից հետո էր։ Այսինքն պարսկական բանակը ամբողջությամբ ջախջախ։ Դուք հիշեցրեցիք Իրանի խորհրդարանի խոսնակի մի խոսք։ Նա ինչ է ասում։ Ասում է մենք մեր հարևաններին խոստանում ենք ԱՄՆ-ից ազատ ապագա տարածաշրջանում 1622 թվականին 115 տարվա օկուպացիայից հետո մենք վտարեցինք եվրոպացի գաղութարարներին Պարսից ծոցից եւ մի խոսքով ասում է հիմա էլ մենք սական ենք Հորմուզի նեղուցի հետ կապված կետեր կապված թե պորտուգալացիների մի խոսքով այստեղ խոստանում է ԱՄՆ-ից ազատ ապագա այստեղ տրիպի հարցն է ճիշտ է հպանցիկ դուք ասացիք բայց հարցերի հարցն է որը հիմա քննարկվում է ոչ միայն Հայաստանում այլ նաև Հայաստանից դուրս արդյոք Իրանը կվերանայի իր վերաբերմունքը տրիպի նկատմամբ եթե այնուամենայնիվ այդ ծրագիրը Միացյալ Նահանգները շարունակեն սա չի նշանակում այս հարևաններին խոստանում են ԱՄՆ-ից ազատ ապագա տարածաշրջանում դա հիմնականում ուղղված է իհարկե արաբական երկրներին դա մենք հասկանում ենք բայց Նաև ունենք տրիպ, բայց տրիպը, այդ հարցում ես շատ ուրախ եմ, եթե տրիպ չլինի, իմ վերաբերմունքը այդ Միջանցքներին գիտեք, Միջանցքը պետք է սյունվի, ձև չկա, ոչ մի Միջանցք պետք է չլինի, ոչ ամերիկյան, ոչ մի, այսինքն Սյունիքը պետք է լինի Հայաստանը կամ ավելի մեծ Եվրոպան կապող Իրանի հետ եւ Հնդկական օվկիանոսի, այսինքն Սյունիքի երկաթգիծը պետք է անցնի Կապանից դեպի Իսֆահան եւ Չաբահար կամ Բանդերաբաս։ Ամբողջությամբ Հայաստանի կողմից սպասարկվող, հա երեք։ Դե Սյունիքի մասը, հա, իհարկե։ Բայց եթե մենք նաեւ Եվրամիության անդամ դառնանք, ինչի՞ չէ։ Հպանցիկ ռուս-ուկրաինական պատերազմից խոսենք, նույն հեքսեթը։ Լավ, ոչ հպանցիկ։ Հեքսեթը ժամանակն է վերջանում, չգիտեմ, մեզ լսողները որքան համբերությունը կբավարարի, հեքսեթը կոչ է արել Եվրոպային
Եվրոպային ստանձնել Ուկրաինայի ֆինանսավորումը այդ մի կողմից մի ինֆորմացիա, մյուսը Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը կարող է բարձրացնել հրադադարի հարցը, ինչի դիմաց նա ասում է, որ SWIFT նկատմամբ պատժամիջոցները վերացնելու, որոշ ընկերությունների դեմ պատժամիջոցները վերացնելու դիմաց։ Զելենսկին ասում է, որ ես դա մեծ ռիսկ եմ համարում։ Իհարկե ճիշտ է, այստեղ Զելենսկին միանշանակ ճիշտ է, SWIFT-ը իրական դեգրասենը Բելգիայում դժվար կարողանան, բայց որոշ բանկային գործարքները Ամերիկայի բանից ելնելով կարան փորձեն, ոնց որ ռուսական նավթը մի պահ հանեցին, դա մեկ։ Երկու պետքա շատ կարևոր բան ասեմ, ապրիլի ընթացքում Ռուսաստանի նավթի մշակման ծավալները իջան 4.9 միլիոն բարելի, որը որ ամենացածր ցուցանիշն 2009-ից, որը որ հրաշալի արդյունք կա ուկրաինական այդ Չնայած Իրանի Հորմուզի իրանք չեն կարողացել, դե ուկրաինական բանն է, դրոնային այդ հարվածների հետևանքով նավթամշակող գործարաններն են շարքից դուրս եկել ու դուրս գալիս եւ բանը գիտեք Ուսլուգան, Պրիմորսկը, Туапսեն, 3-4 Туапսի ուղղակի ասֆալտ էր վարվում, իդեալական վիճակ է։ Ռուսաստանը նաեւ ճակատելի բան եք ասում, ինչ նշանակում իդեալական վիճակ է, այնտեղ մարդկանց վրա այդ նավթա նյութը մթերքն է թափվում, այդ մարդիկ չի, ես չեմ պատկերացնում դա Չեռնոբիլ չի, բայց երկրորդ Չեռնոբիլի նման մի բան է, բայց ես ձեզ ասեմ, երբ նույն բանը եղավ Իրանում, ես ինչի չեմ կտրականապես դեմ եմ համեմատել Ռուսաստան-Իրանը, երբ Թեհրանում նույն բանը եղավ, Թեհրանի իշխանությունները տարհանեցին մարդկանց։ Ճիշտ է։ Իսկ Ռուսաստանում ոչ մեկի վեճը չի։ Ու դժվար չի, հələ Իրանում տեղ չկա տանելու, անապատ ասենք Թեհրանից որ հանում ես դեպի արևելք, այնտեղ անապատ է, այդ դաշտ կոչվածներն է, աղրելի տարածքներ, այնտեղ անապատներ, ջուր չկա, ուղղակի մարդ այդքան չկա։ Հələ եկե Ռուսաստանը անտար Սամարը։ Մարդիկ մեղք են, բայց չէ, վեճները չի, դրա համար եմ ասում, ռուսները ապրելու բան չի դե, բայց մարդկան դե լավ ազգու, ոչինչ։ Լավ, շարունակում էինք այդ Ուկրաինա-Ռուսաստան, հիմա այդ SWIFT-ը մի կողմ, ինչ վերաբերում բանին, Տրամպն է էլի հերթական անգամ հիմարությունա դուրս տվել, որ Բայդենը Ուկրաինային 350 միլիարդ փող տվել, այդ թիվը իր մոտ, հա աճում է, չէ, անընդհատ չի աճում, 100 էր, հիմա 350-ա դառը։ Իդ չես հասկանում, եղբայր, ուր դու Բայդենն էլ իշխանության չի, դա մեկ, երկու, ինչ վերաբերում է եվրոպացիներին և հեքսետի դուրս տվածին, դա ինձ թվում է նորից խմած է եղել, հարբած է եղել են պայն, երբ որ ասել է, ուրեմն շատ վաղուց եվրոպացիք այդ զենքը առնում են Ամերիկայից և եվրոպացիք շատ վաղուց ֆինանսավորում են Ուկրաինան և նույնիսկ այն ժամանակ, երբ որ Տրամպը նոր ընտրված բառաչում էր նրա մասին, որ Զելենսկին չունի քարտ, նույնիսկ այդ ժամանակ Եվրոպայի ներդրումը Ուկրաինայում ավելի մեծ էր, քան Ամերիկայի, որովհետև Ամերիկան երբ որ ասում էր, որ ես 100 միլիարդ տալիս եմ, հատուկ հաշվարկներ կային, Ուկրաինա հասնում էր 14-15 դրանից, մնացածը մնում էր Ամերիկայում, որովհետև ինքը տալիս էր, հետո այդ զենքի տեղափոխումը 3 անգամ ավելի թանկ, մտցնում էր իր բյուջե։ Ստեղ հարցը լրիվ ուրիշ տեղ է, հասկացեք, ինքը ինչի համար է ասել, որ 350 միլիարդ է տվել Բայդենը։ Այնտեղ ամբողջականը սենց է, որ ասում է Բայդենը 350 միլիարդ է տվել Զելենսկուն։ Դրա համար պատերազմը մինչև հիմա շարունակվում է։ Դա աբսուրդ է։ Ուրեմն այդ անձնավորության համար նարնջագույն։ Լրիվ նորմալ է, որ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա, որպեսզի Ուկրաինան ոչնչացնի։ Իսկ այն, որ Ուկրաինային 350 միլիարդ են տվել, որ ինքը չի ոչնչացվել, որ Բուչան եւ Գաստոմելը չի դառել բոլորի ամբողջ տարածքների համար նորմալ բան, դա դառել է պատմություն, հա, այսինքն լավ կլիներ, որ չտային այդ փողը եւ ամբողջ Ուկրաինայում լիներ Բուչա։ Տրամաբանությունը ո՞րն է։ Ես հասկանում որ ինքը օքեյ է նրա հետ, որ Գազայում այդ ամեն ինչը լինի, որտեղ ինքը ուզում այնտեղ Ռիվիերա կառուցի։ Բայց ինչ որ միտեղ այդ բարոյականության տումբլերը անջատվել է Ամերիկայում ու չի միանում։ Ու ոչ մեկ չի էլ ասում, որ եղբայր տենց չի կարելի։ Վերադառնանք Հայաստան, վերջացնենք, սկսեցինք ընտրություններից, վերջացնենք ընտրություններով, հիշում եք այսպիսի կարգախոսներ են հիմա պտտվում, դե առաջ ասում էին Ռուսաստան գուբերնիա եւ Վելայետ, ասում էին, չգիտեմ, սաղ ինչ ասում են, դա չեմ կրկնելու, բայց այս մեկի վրա եմ ուզում, չկա Նիկոլ, չկա Հայաստան, ասում է Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, Էս ինչ բան է։ Կա Նիկոլ, չկա Հայաստան, չկա Նիկոլ, կա Հայաստան, հիմա
այդ խաղերի մեջ է ժողովուրդը, ուրեմն լավ, եկեք հասկացա։ Ոնց անենք, որ մեր ժողովուրդը հանգիստ թողնեն։ Հասկացա։ Հանգիստ թողնեն։ Տեսեք, խնդրեմը հիմնականում հետևյալն է։ Սա նախ եւ առաջ ես պետքա առանձին խոսամ նրա հետ, որ Եվրոպան գալիս է, ինչով է սա կարևոր է։ Դուք տեսնում եք, որ նույնիսկ Ադրբեջանի դեպքում այն ինչ որ Հայաստանի դիվանագիտությունը կամ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում անել, եվրոպական ինստիտուտները անում են։ Այսինքն գոնե այն մասով, որ առավելագույնը մենք հետ կարայինք անենք։ Մենք կարայինք ասենք, չես կարա Ստեփանակերտի եկեղեցիները վերացնես։ Չես կարա այս մարդկանց պահես քեզ մոտ որպես ռազմագերի պետք է տաս։ Ինքն էլ պետք է ասի, լավ եմ անում ու անի։ Ուղղակի մեր դեպքում, եթե ինքը ասում է լավ եմ անում ու անի, մենք պետք է հաջորդ քայլին խփենք, այսինքն դա դառնում է կազուս բելի։ Ոնց է լավ է անում, եկեղեցի է։ Այն դեպքում չէ։ Մյուս կողմից մենք իհարկե ունենք եկեղեցու ինստիտուտ, հայ առաքելական եկեղեցի, որը պետք է ասի, որ չես կարող անես, հետո Վատիկանին դիմի, հետո դիմի իսլամական առաջնորդներին, հանի Մուհամմադի ֆետվաները, որտեղ գրած է, որ հայկական եկեղեցիները ոչնչացնել չի կարելի, եւ դրանով հանդերձ համաշխարհային բոլոր կրոնական ինստիտուտներով ճնշում գործադրի բանի վրա, որպեսզի նույն այդ Ալաքսայի պատմությունը չդառնա, մենք այնքան եկեղեցի վերջիչացնեն, այնտեղ որ վերջում երբ որ Ալաքսան տրակացնեն, սրանք ասեն, գիտեք ինչ կա, դա այն հայկական եկեղեցիները առաջի քրիստոնյա երկիրներ, թողեք վերացնեն, մենք էլ էս վերացնենք։ Այս նորմալ տենց բանա, բլոկա գնում։ Հիմա վերադառնում ենք նրան, ոնց էր այն Ֆյուրեր, այն Ռայխ, Չկա Նիկոլ, չկա Հայաստան։ Ես դրան հետ Սա ասում է Փաշինյանի։ Չէ, այդ էական չի։ Կա Նիկոլ, չկա Հայաստան։ Տեսեք, Կամ չկա Նիկոլ, կա Հայաստան։ Այս բոլորը, չէ, այս բոլորը պետք չի հակրկնել, որովհետև դա Հեբելսի բանն է, այն Ֆյուրեր, այն Ռայխ, այլ պատկերացնում եք։ Ես պատկերացնում եմ, եւ սա այն պատմությունն է, որ ես բազմիցս ասել եմ, որ իրականում Փաշինյանի, Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի եւ բոլոր այդ եկեք Ռուսաստանի հետ յոլա գնանք զանգվածները, ընտրական զանգվածները նույնն են։ Իրանք բոլորը անհրաժեշտության դեպքում կդառնան ֆաշիստ, նացիստ, երիտթուրք, ինչ ուզում ես։ Ընդ որում հանգարց չմտածեք, որ մենակ Նիկոլը, չէ, նրանք է կդառնան, որովհետև ցանկացած զանգված, որովհետև իրանք նույնիսկ զանգվածել չեն, որը ընդունում է, որ ինչ որ մի մարդ կարա լինի իր առաջնորդը եւ լինի ավելի ճիշտ, քան ինքը, որ եթե ինչ որ մի մարդուց, ինչ որ մի պետության ապագան կախված է, դա ոչխարի մտածելակերպ է, դա վտանգավոր է ցանկացած սենց ասեմ, մարդկության ցանկացած հատվածի համար, նույնիսկ պետության, պետականության համար չի, դա վտանգավոր է, դա տենց պետքա չլինի, այդ տիպը մտածելակերպի, պետքա քոքահան արվի, ընդ որում մեր կրթական համակարգից, հիշեք, չի կարող լինել մարդ, ումից ինչ որ մի պետության, մի ազգի, մի ժողովրդի ապագա կախված է, չի կարող ուղղակի Դա այդպես չի, դա սուտ է, պատմությունը ցույց է տվել, որ այդ մտածելակերպը բերում է ոչնչացման, պետության, մարդկության, քո արժեքների, դա բերում է նրան, որ կամ դու ես ցեղասպանություն անում, կամ քո հանդեպ են ցեղասպանություն անում։ Այդ դրանից մարդկությունը վաղուց հրաժարվել է, հենց որ ցանկացած մեկ ով ասում է չկա Նիկոլ, չկա Հայաստան, կամ կա Նիկոլ, չկա Հայաստան, կամ ինչ որ տենց մի բան, ինքը ուղղակի ֆաշիստի սրիկա է, իրան պետքա ոչնչացնել։ Շնորհակալ եմ պարոն Սարգսյան։ Ես էլ եմ շնորհակալ, չվախեք։ Իդեպ ես ես պետք է ասեմ, որ դա տենց բան չի, այդ զանգվածը փոքր է։ Որ հանգարց մարդկանց մոտ տպավորություն այդ նույն բանն ուղղակի իրանց տեղեկատվական աղմուկն է շատ։ Հիմա ես նաև նկատում եմ մարդիկ, ովքեր քաղաքականություն չեն հետաքրքրում շրջապատում, շուտ սկսել են քաղաքական հարցեր տալ, ասում դու ո՞րց ես գտե։ Այդ ռուսական ազդեցությունն է, որ շատ ավ բրոսը իրանք հասել են դրան, որ կարողացել են այդ տեղեկատվական աղմուկը ստեղծել ու մարդիկ ուտում են։ Չէ, պետք է պաշտպանել։ Դրա համար պետք է նայել մեր ծրագրերը։ Շնորհակալություն, չվախեք։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանն էր այսօր մեր զրուցակիցը։ Զրուցվարում էր Գայանե Առաքելյանը։ Բարի նույնպես։